Այսօր 19-րդ հարցին ենք անդրադառնալու այս խորագրի ներքո, ինչ կպատասխանեիր, եւ հարցը գրված է Մատթեոսի ավետարան 16-րդ գլխում։ Եկեք միասին բացենք Մատթեոսի ավետարան 16-րդ գլուխը եւ ընթերցենք 24-ից մինչեւ 27 հատվածը։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից, որովհետեւ ով ուզենա փրկել իր կյանքը կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար այն կգտնի»։ Ահա եւ հարցը, նաեւ այսօրվա այս ուսուցման վերնագիրը։ Մարդուն ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Մարդուն ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Շարունակության մեջ Տերն ասում է, կամ մարդն ինչ փրկագին կտա, իր անձի փրկությունը նկատի ունի, որովհետև մարդու որդին գալու է իր հոր փառքով, իր հրեշտակների հետ, եւ այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի։ Տեր Հիսուսը խոսում էր եսակենտրոնության դեմ։ Մարդկությունը եւ յուրաքանչյուր անհատ կանգնած է այս ընտրության առջև, կամ աշխարհի հաջողությունը իր առաջարկած բոլոր հետևանքներով, որովհետև այս աշխարհի հաջողությունը չափվում է օրինակ հայտնիությամբ կամ փողով, տարբեր չափանիշներ կան, բայց ամենը այստեղ է երկրի վրա։ Իսկ Տեր Հիսուսը մեզ սովորեցնում էր գանձերը դիզել երկնքում։ Եթե անգամ այստեղ շատ հայտնի չլինես, այնտեղ ես միշտ ասում եմ, մենք երկնքում զարմանալու ենք, որովհետև տեսնելու ենք այնպիսի մարդկանց, որոնք անգամ եկեղեցում չէին երևում, ինչ որ երևացող ծառայություն չունեին, բայց երկնքում շատ ավելի մեծ են լինելու, քան շատ երևացող ծառայություն ունեցողներ, որովհետև Աստծու չափը մարդու չափը չի։ Հիշում եք այն աղքատ կնոջ երկու լուման, որ Տերը ասեց ամենաշատը տվեց, այսինքն ում շատ է տրված, շատ է պահանջվելու։ Ենթադրենք ինչ որ մեկը, սա եկեղեցու համար եմ ասում, հիմա նաև աշխարհի համար կասեմ, ինչ որ մեկը մեծ հնարավորություններ ուներ իր տաղանդներով, ներդրվելով, չգիտեմ, դառնար 1 միլիոն մարդու ապաշխարության պատճառ, որովհետև Աստված տվել էր իրան այդ հնարավորությունը, եւ ինքը դարձավ 500,000 մարդու ապաշխարության պատճառ, միջոց, եւ ինքը վարձ կստանա իհարկե երկնքում, բայց իրանից շատ վարձ կա ստանալու այն մարդը, ով 10 մարդու ապաշխարության հնարավորություն ուներ, ասինքն, չգիտեմ, օրինակ մտային խնդիրներ ուներ, կամ դժվարանում էր խոսել, կամ չգիտեմ, ինչ որ չերևացող մի, ասենք, հաշմանդամ էր եկեղեցում, բայց վկայեց եւ 10-ից, ասենք, 8-ը կարողացավ, այն երկուսը չհաջողվեց։ Այս 8-ը ավելի շատ է, քան այն 500,000-ը։ 10-ից 8-ը ավելի շատ է, քան 1 միլիոնից 500,000-ը։ Եվ Աստծու չափը մարդու չափը չի։ Եվ մենք սա պիտի հասկանանք, որ ամեն մեկից պահանջվելու է իրեն տրվածի չափով։ Երբ որ Տերը ասում է մարդու որդին գալու է հոր փառքով եւ իր հրեշտակների հետ, եւ այդ ժամանակ ամեն մեկին հատուցելու է ըստ իր գործերի, սա նշանակում է, որ մենք հաշիվ ենք տալու։ Եվ հիմա աշխարհի համար ասեմ, որովհետև շատերը այս եկեղեցու մեջ դատը եկեղեցու մեջ լինելու է պարգևատրման դատ։ Շատերը փոշմանելու են, շատերը ամաչելու են, որ կարող են ավելի ներդրվել, ավելի շատ ժամանակ հատկացնել Աստծու գործին, կարող են եւ չեն արել։ Իհարկե, ինչ որ մի հանդիմանության զգացողություն է լինելու, բայց սա փրկության հարց չի։ Իսկ Տերը այստեղ ուրիշ հարց է բարձրացնում, ասում է. «Ինչ օգուտ, եթե դու հիմա ընկած ես աշխարհի հաջողության, աշխարհի հաճույքների հետևից, աշխարհի առաջարկած ժամանակավոր Աստծուց շեղող, հավատքից շեղող տարբեր
փայլփլուն ու երեխաների ոնց են փայլփլուն բաներով ու զնգզնգացող բաներով զբաղացնում, այդ տենց աշխարհը զբաղացնում է շատ մարդկանց, ովքեր եկեղեցում պիտի ծառայողներ լինեին, եւ իրենց տաղանդները ավելի շատ իրենց փառքի համար են գործածում, քան Աստծո փառքի համար։ Իրենց տաղանդները, որ Աստծուց պարգև է իրանց, ավելի շատ երկրի վրա գանձեր դիզելու համար են գործածում, քան երկնքում գանձեր դիզելու համար։ Եվ այս մարդկանց եւ ինձ ու քեզ, որ թեև եկեղեցում ենք, բայց միշտ կա այդ հավատքի պատերազմը, միշտ չարը ուզում է, եթե Տեր Հիսուսին մոտեցավ եւ իր առաջարկներով ուզում էր հավատքը գողանալ, որ Տերն էլ մեզ օրինակ եղավ ինչպես հաղթել, գրված է, Աստվածաշնչում գրված է, այսպես ես այսպես եմ անելու խոսքերով, եւ մեզ էլ այս հարցը ուղված, մարդուն ինչ օգուտ։ Ենթադրենք ամբողջ աշխարհը շահեցիր եւ քո անձը կորցնես, քո կյանքը կորցնես, ինչ օգուտ։ Տեր Հիսուսը խոսում է ընդդեմ եսակենտրոն կյանքի։ Շատ հավատացյալներ, որ այսօր եկեղեցի են գալիս, իրենք եսակենտրոն են, անգամ եկեղեցի գալը իրենց համար է, ոչ թե մյուսներին ծառայելու։ Տեր Հիսուսը ասում է, ես եկա, ոչ թե որ ինձ ծառայեն, այլ ես եկա ծառայեմ ուրիշներին։ Լսել եք այսպիսի խոսքեր, այս եկեղեցում սեր չկա։ Շատ եմ լսել։ Գիտեք ովքեր են այդ խոսքերը ասում։ Եթե եկեղեցում սեր չկա եւ դու ծառայող ես, դու քո սիրով շատացնելու ես եկեղեցու սերը։ Բայց եթե դու սպառող ես, դու բողոքում ես, որ եկեղեցում քեզ չեն սիրում։ Եկեղեցին ինչ է, եկեղեցին մենք ենք։ Եթե եկեղեցում սերը պակասել է, նշանակում է իմ սերը պակասել է։ Ես բողոքեմ, ում բողոքեմ։ Քեզ բողոքեմ, որ իմ սերը պակասել է։ Չէ։ Ես իմ սերը պիտի ավելացնեմ, որ եթե անգամ եկեղեցում սերը պակասել է, իմ սերը շատանա ու ծածկի, ասում է դուք, որ հավատքի մեջ զորավոր եք, տկարների տկարությունը վեր առեք։ Թող քո սերը ջերմությունը եւ քո նմանների սերը ջերմությունը գա եւ եկեղեցու թերությունը լրացնի, պակասությունը լրացնի։ Բայց եթե դու միայն սպառող ես, այլ ոչ թե ծառայող, դու բողոքելու ես եւ չես գտնելու մի հատ եկեղեցի, որտեղ սերը շատ է։ Կգնաս առաջին նոր մարդուն շատ են ուշադրություն դարձնում։ Կգնաս, այնտեղ քեզ սիրով կդիմավորեն, հետո կդառնաս արդեն ընտանիքի անդամ, կասեն հիմա էլ դու ուրիշներին սեր ցույց տու, կասես էստեղ էլ պակասեց սերը։ Ինչ օգուտ, որ ամբողջ աշխարհը շահես, ինչ օգուտ, որ դու քեզանով հիացած լինես, բոլորը քեզ ծառայեն, դու բարձր կարգի հավատացյալ ես, մնացածը ցածր կարգի հավատացյալ։ Իրանք պիտի քեզ ծառայեն։ Տերը ասեց, ինձ Տեր եք ասում, այո Տեր եմ, բայց ես եկա ձեր բոլորին ծառա եղա, եւ դուք էլ այդպես արեք։ Աշխարհն է, որ այնտեղ տերերը ծառաներին ծառայեցնում են, եկեղեցում, ով ձեր մեջ ասեց ամենամեծը նա է, ով բոլորին ծառայ է։ Սա է Տիրոջ սկզբունքը։ Եվ Տեր Հիսուսը խոսում էր եսակենտրոնության դեմ, Տեր Հիսուսը խոսում էր եսասիրության դեմ, Տեր Հիսուսը խոսում էր ինքնասիրահարվածության դեմ։ Մարդիկ կան իրենք իրենց վրա սիրահարված են։ Աշխարհը միայն իրանց շուրջ է պտտվում։ Ես մեկ կատակով ասում եմ, նայում են հայելու մեջ, ասում են, ինչ լավն եմ ես։ Այո, դու լավն ես, եթե Քրիստոս քո մեջ է բնակվում եւ Աստված իրապես քեզ գրված է զարմանալ հրաշք կերպով ստեղծել։ Բայց Աստված խոնարհներին շնորհք է տալիս, իսկ հպարտներին հակառակը։ Եվ եթե դու լավն ես, իրոք գոհ ես քո կյանքից, սա հրաշալի է եւ դա Տիրոջ պարգևն է։
բայց երբեք քեզ մյուսներից բարձր չդասես։ Հենց այն պահին, որ քեզ մյուսներից բարձր կդասես, դու կկորցնես այն շնորհքը, որ Աստված քեզ տվել է։ Եվ թեև արտաքինդ էլ գեղեցիկ լինի, դու ամենատգեղ մարդը կլինես այս աշխարհում, հոգևորապես, երբ որ դու քեզ մյուսներից բարձր ես դասում։ Անձը ուրանալ, խաչը վերցնել եւ Քրիստոսի հետքերով գնալ։ Նայեք, հակառակը այս ամբողջ աշխարհը շահես, ինչ օգուտ, եթե հոգիդ կորցնես, եթե կյանքդ կորցնես։ Բայց Տերը առաջարկում է կորցնել կյանքդ, եսակենտրոնության կյանքը, եսասիրության կյանքը։ Ասում է անձը տուրացիր, այսինքն եսասիրությունը դիր մի կողմ, ավելի շատ մյուսների մասին մտածիր, ավելի շատ Տիրոջ գործի մասին մտածիր, մյուսին բարձրացնելու մասին մտածիր, խաչդ վերցրա, պատրաստ եղիր նեղ ճանապարհի հալածանքներին, դժվարություններին եւ Քրիստոսի ոտնահետքերով գնա, իր հետևից գնա, ինչպես ինքը, այնպես մենք։ Առաջին Պետրոս 2-րդ գլխի 21-ից 25 հատվածը կարդանք, որովհետև դուք հենց այդ բանի համար կանչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանաք։ Քրիստոսին հավատացող, սիրելի հավատացյալներ, դուք հենց այդ բանի համար եք կանչվել։ Մեզանից յուրաքանչյուրը կանչվել է, որպեսզի Քրիստոսին հավատա, Քրիստոսի ոտնահետքերով գնա, ինչպես նա չարչարվեց մեզ համար, ինչպես սերը, ասեց սրանից մեծ սեր չկա, որ մեկը իր կյանքը դնի իր բարեկամի համար, եւ ես իմ կյանքը դնում եմ ձեզ համար, մեզ էլ ասեց դուք էլ ձեր կյանքը դրեք մյուսների համար։ Չարչարվեց եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանաք։ Նա մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Նախատվելիս փոխարենը չէր նախատվում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Դուք նրա վերքերով բժշկվեցիք, որովհետեւ մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների հովիվն ու տեսուչը։ Մենք հիմա հովիվ ունենք, մենք մոլորված ենք, չգիտենք ինչպես ապրենք, բայց ինքը ասում է նայեք իմ կյանքի օրինակին, սա է, սրա համար եք կանչվել։ Ես իմ կյանքը դրեցի մյուսներին օգնելու, մյուսներին բարձրացնելու, մյուսներին զորացնելու համար, փրկության ճանապարհին կանգնեցնելու համար, դուք էլ նույնը արեք մյուսների հանդեպ։ Ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահես, դառնաս ամենահայտնի ու ամենահարուստ մարդը եւ կյանքդ կորցնես։ Եվ կյանքը ասելով ի նկատի չունի այս ֆիզիկական կյանքը, ի նկատի ունի հավիտենական կյանքը։ Առաջին Հովանու 4 գլուխ 17-ից 19 խոսքեր։ Ներողություն, սխալ ասացի։ Ճիշտ եմ ասել, մյուսը հաջորդն է։ Առաջին Հովանու 4 գլուխ 17-ից 19 խոսքեր։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք։ Ով ուզում դատաստանի օրը համարձակություն ունենա։ Դա գիտեք ինչ է, մարդիկ կան, որ կասկածում են, իրանք փրկված են թե ոչ, եւ խոնարհությունը այսպես մի տեսակ ճակերտավոր խոնարհություն է, սա ասում է, ինչ իմանանք, մինչեւ այդ օրը չկանգնենք նրա առաջ։ Բայց այստեղ սովորացնում է։ Ասում է, ուզում եք համարձակություն ունենաք դատաստանի օրը։ Ուզում եք դատաստանի օրը, մինչև ձեզ կկանչեն, դուք վստահ լինեք, որ դուք փրկված եք։ Ուզում եք։ Ահա Աստծո խոսքն է սա սովորեցնում։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Եթե մենք այս աշխարհում ապրում ենք նրա սկզբունքներով, չի կարող լինել ուրիշ ելք դատաստանին։ Դատաստանի օրը քեզ Տերը ասելու է, դատաստան մի քիչ հնչում է, դատաստան ասելով մարդիկ հասկանում են պատիժը։ Դատաստանը պատիժը չի։ Դատաստանը դատն է։ Իսկ դատը լինում է արդարացում եւ պատիժ։ Եթե մենք
այս աշխարհում նրա սկզբունքներով, նրա խոսքով, նրա կամքը կատարելու փափագով ենք ապրում, համարձակություն ենք ունենալու դատաստանի օրը։ Եվ նախքան քեզ կկանչեն այդ վերջնական արդար դատավորի վճիռը հայտարարելու, դու այդ քայլերը որ կանես, դու ուրախությամբ ես գնալու, որովհետև դու վստահաբար գիտես այս երկրի վրա դու չես ապրել եսակենտրոնության կյանք, դու չես ապրել աշխարհի հաճույքների համար, աշխարհի վրա գանձեր դիզելու համար, քո փափագը եղել է ինչպես նա էր այս աշխարհում, այնպես ես լինեմ։ Գուցե լրիվ չի ստացվել, բայց քո փափագը դա է եղել, դու գիտես քո սրտի մեջ եւ դու վստահություն ես ունենալու։ Իսկ հակառակը ինչ օգուտ, եթե մարդը ամբողջ աշխարհը շահի, դատաստանի օրը դողա իր ծնկերը, որովհետև գիտի Քրիստոսի սկզբունքներով չի ապրել այս կյանքը։ Ինչ օգուտ, որ աշխարհում ինքը հայտնի էր, հավիտենական տանջանքն է սպասում իրան, որովհետև Քրիստոսի խոսքը արհամարեց, որ այդպիսի բարձունքների հասնի, որովհետև հոգևոր կյանքը չկարևորեց, հավատքի կյանքը չկարևորեց, փողզիջումների գնաց սատանայի հետ, համոզեց ինքն իրեն, իր ականջին հաճելի քարոզիչներ գտավ, որ իր մեղքով կյանքը արդարացնի, դիմացինի վրա մեղքը գցեց, ասեց ես չեմ մեղավոր, երկիրն է մեղավոր, հարևանն է մեղավոր, կողակիցն է մեղավոր, որ ինքը մեղք է գործում։ Ինչ օգուտ։ Պիտի մենք լսենք Տեր Հիսուսի խոսքերը։ Անձտուրացիր։ Դու քեզ մի համարի, որ բոլորը պարտավոր են քեզ հնազանդվել, դու ամենամեծն ես, քո ասածով պիտի լինի, այնի ով է, որ քեզ ասի աչքիդ վերևը ունք կա։ Խոնարհությունը լրիվ ուրիշ բան է։ Խոնարհությունը, երբ որ ինչ-որ մեկ անգամ քեզ վատ է վերաբերվում, Քրիստոս մտածում էր, Քրիստոս լաց էր լինում, երբ որ Երուսաղեմը տեսավ, ասեց, քանի անգամ ուզեցա քեզ հավաքել իմ թևերի տակ, ինչպես թուղթը իր ճտերին է հավաքում, քանի անգամ, բայց դու մերժեցիր, ցավ էր ապրում, սովորեցնում էր, ասում էր, լսեք, այն մարդիկ, ովքեր ձեզ ատում են, իրանք ձեր կարեկցանքի, ձեր աղոթքների կարիք ունեն, որովհետև ամենախղճալի իրավիճակում են։ Ես վերջի քարոզների մեջ երևի երրորդ անգամ այս միտքը ասում եմ։ Երբ պիտի մենք հասկանանք, որ մեզ ատողները, մեզ բամբասողները, մեզ չարախոսողները, մեզ կարգին բարև չտվողները, մեզ չտենալու տվողները, իրենք մեր օգնության կարիք ունեն, որովհետև մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի, հերիք է ատես մարդուն, որը քեզ վատ է վերաբերվում։ Ինքը չարի ձեռքին գործիք է, ինքը օգնության կարիք ունի։ Եթե այդ պահին քեզանից ֆիզիկապես շփման խորհրդի օգնություն չի ընդունում, գոնե աղոթ կարա իր համար։ Օրհնեք ձեզ անիծողներին, աղոթ կարեք ձեզ հալածողների համար։ Հիմա հասկանում ենք այս խոսքերը։ Ինչպես նա էր այս երկրի վրա, այս աշխարհի մեջ, այնպես մենք համարձակություն կունենանք։ Սիրո մեջ վախ չկա, կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա եւ ով վախենում է սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ եւ իր եղբորը ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել, եւ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։ Սա 4 գլխի վերջն էր, բայց շարունակելու եմ մինչև 5-ի 4 խոսքը։ Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված։ Հիսուսն է Քրիստոսը, հիմա մենք ասում ենք Հիսուս Քրիստոս, բոլորս էլ հավատում ենք։ Քրիստոս նշանակում է օծյալ, այսինքն Մեսիան, որի մասին խոսում էր 5 կտակարանը։ Ամեն մեկը, ով հավատում է, որ 5 կտակարանի մարգարեությունները, որ խոսում են օծյալ Մեսիայի մասին, փրկչի մասին, որ պիտի գա, դա Հիսուսն է, նա Աստծուց է ծնված եւ ամեն ոք ով սիրում է ծնունդ տվողին նրանից ծնվածին էլ է սիրում ով սիրում է հորը սիրում է նաեւ որդուն
եւ սիրում է, եթե սիրում ենք Աստծուն, պիտի սիրենք իր կողմից արարված մարդուն։ Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն եւ նրա պատվիրանները պահում ենք, որովհետեւ սա է Աստծու սերը, որ պահենք նրա պատվիրանները, եւ նրա պատվիրանները ծանր չեն, որովհետեւ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա է այն հաղթությունը, որ հաղթեց աշխարհին, այսինքն մեր հավատքը։ Գիտեք, կա երկու ճանապարհ։ Կամ ինձ հարմարը, իմ ուզածը, իմ պատկերացրածը, կամ երբեմն մի փոքր անհարմար, բայց իր կամքը։ Եվ սրանով է երևում մենք Աստծուց ենք, թե Աստծուց չենք։ Ինչպես սիրեմ։ Ինձ վատ է վերաբերվում, ինչպես սիրեմ։ Ինձ արհամարում է, ինչպես սիրեմ։ Ինձ ճնշում է, ինչպես սիրեմ։ Այնպես ինչպես Տերը։ Եվ գիտեք, այս խոսքերը, որ կարդացինք, Տեր Հիսուսն ասում է, ինչ փրկագին մարդը կտա իր անձի փրկության համար։ Դու կարաս քո անձը փրկես։ Չես կարա քո անձը փրկես։ 49-րդ Սաղմոսում, Սաղմոս 49, 7-ից 9 խոսքերը։ Մարդը չի կարող փրկել իր եղբորը, ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն, որովհետև թանկ է նրանց անձերի փրկանքը եւ հավիտյան չի կարող վճարվել։ Մարդու փրկության փրկագինը այնքան թանկ է, որ ոչ մի մարդ հավիտյան, որ աշխատի, հավիտյան բարի գործեր գործի, հավիտյան ինքը չի կարող այդ փրկագինը վճարել։ 9-րդ խոսքն ասում է, որպեսզի ապրի հավիտյան եւ ապականություն չտեսնի։ Չի կարող մարդը վճարել փրկագինը, ոչ իր համար, ոչ ինչ որ մեկի համար։ Բայց Աստվածաշնչում գրված է, որ Տեր Հիսուսը վճարեց մեր փրկագինը։ Շատ տեղերում է գրված։ Նկ առաջին Տիմոթեոս 2-ի 2-րդ գլխում է գրված։ Նա վճարեց փրկագինը։ Նրա թանկ կյանքը, եթե մարդը իր փրկագինը կամ իր եղբոր փրկագինը չէր կարող վճարել հավիտյան աշխատելով կամ գործելով, ապա նրա կյանքը այնքան թանկ էր, որ ամբողջ մարդկության մեղքերի փրկագինը վճարեց, մեղքերի պատիժը վճարեց, եւ նա վճարել է մեր փրկագինը։ Եթե սիրենք, եթե դնենք մեր կյանքը, եթե մեր անձը ուրանանք, վերցնենք մեր խաչը, եթե Աստծու կամքը վերդասենք մեր պատկերացումներից, նրա փրկագինը գործում է մեր կյանքերում։ Հռոմեացիս 12-ի առաջին 5 խոսքերը կարդանք եւ դրանով ավարտենք։ 12-րդ գլուխ, առաջին 5 խոսքերը։ Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենթանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Պաշտամունքը նա է, որ դու քո կյանքը դնում ես հանուն Քրիստոսի, ոչ թե զոհում ես հանուն Քրիստոսի, կենթանի զոհ, դնում ես քո կյանքը հանուն Քրիստոսի։ Սա սուրբ եւ աստվածահաճո հոգեվոր պաշտամունք է։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին եւ կատարյալը։ Հակառակը այս աշխարհին նմանվելն է։ Հակառակը այս աշխարհը շահելն է, եթե ամբողջ աշխարհն էլ շահես, բայց քո կյանքը կորցնես, քո անձը կորցնես, ինչ օգուտ։ Դու չես կարող փրկագին տալ քո փրկության համար։ Նա է փրկագին տվողը, բայց նրա փրկագինը գործում է Աստծու կամքը սիրող մարդկանց կյանքերում։ Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին, ինքներդ ձեր մասին չափից ավելի մի հոգացեք։ Մյուս թարգմանության մեջ ասում է, ինքներդ ձեր մասին չափից դուրս, այսինքն եղածից ավելին մի մտածեք, ձեր մասին ձեր կարծիքը մի ուռճացրեք։
Այդ ուրիշներին դու կարաս ցույց տաս, որ ամեն ինչ նորմալ է, Տերը գիտի քո գաղտնի կյանքը։ Տերը գիտի քո մտքերը, Տերը գիտի քո անցյալը, եւ եթե անգամ հիշում ես քո անցյալը, դու պիտի ուրախ լինես, որ Աստված այնտեղից քեզ հասցրել է այստեղ։ Ոչ թե մտածես, որ արդեն բոլորը մոռացել են, հիմա ես ցույց եմ տալիս, ես եկեղեցի եմ գալիս, ես ձեզանից լավն եմ։ Ոչ։ Ինքներդ քո մասին ավելին մի կարծիր, քան կաս իրականում, այլ մտածեք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատքի չափը բաժանեց, ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք եւ այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին են Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Ինչու է որ գրված է սերը դա կատարելության կապն է, սերն է որ մեզ դարձնում է մեկ մարմին։ Եթե դու քո եղբորը, քո քրոջը չես կարողանում սիրել, եթե ինչ-որ ծառայողական հարցերում ընդհարումներ ունես, մրցակցության հարցում նախանձ ունես, սեր չկա այդտեղ։ Եթե անգամ ինքը սխալ է իրան պահում, դու պիտի հիշես, որ դուք նույն մարմնի անդամներն եք, եւ ինքը, որ սխալ է պահում, դա նշանակում է հոգեվոր հիվանդություն է եկել իր կյանքում։ Եթե գիտեք, չէ, մարմնի մեջ մի անդամ, որ հիվանդանում է, կամ ցավում է, զգացել եք, որ ասենք մատը, որ ցավում է, կտրվում է ու ցավում է, զգացել եք ոնց որ սիրտը այնտեղ բաբախի։ Չեք զգացել, որ արյունը ամբողջ հոսում է այդտեղ։ Մյուս անդամները իրենց բաժին արյունը տալիս են այդ ցավացող անդամին։ Սա նշանակում անձը ուրանալ։ Ներեք իրար, հանդուրժեք եւ նաեւ աշխարհի մարդկանց հանդեպ ներողամիտ եղեք, որովհետեւ Տեր Հիսուսը իրան խաչողների համար, մեղ մխողների համար, ձեռքերին ու ոտքերին, մենք բառերը ասում ենք, բայց միայն պատկերացրեք ինչ է նշանակում մեղ մխել ձեռքին ու ոտքերին։ Աղոթք էր անում, ասում էր Հայր, ներիր, որովհետեւ չեն հասկանում ինչ են անում։ Սա սերը։ Ստեփանոսը իրեն քարկոծողների համար ասում էր նույն աղոթքը, ներիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Ինչ օգուտ, ինչ կպատասխանեիր այս հարցին, ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես, ոչ մի օգուտ։ Եկեք լսենք իր խորհուրդը, անձը տուրացիր, խաչդ վերցրու, եւ ինչպես ես էի ապրում այս աշխարհի մեջ, այնպես դու ապրիր։ Մյուսներին սեր, բարիք, լույս, աղ, շատ բաներ կա գրած, որ մենք պիտի անենք եւ մենք օրինակ պիտի լինենք մյուսների համար։ Եկեք ապրենք այս կյանքը եւ եկեք մեր գանձերը երկնքում դիզենք եւ մեր հաջողությունները, մեր գովասանքը մարդկանցից, լավ, այսպես է գրված, մեր փառքը մարդկանցից չակնկալենք։ Եկեք Տիրոջից ակնկալենք գովասանքը եւ ապրենք այս խոսքերին, այս գնահատականին արժանանալու համար, որ կանգնենք Տիրոջ առաջ, հաշիվ տալու այդ դատաստանի օրը լսենք այս խոսքերը. ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այս քո խոսքերի համար եւ քո հարցերի համար, որ տալիս ես մեզ, թող ամեն մեկս անձնապես ընդունի այս հարցը եւ ոչ թե ապրենք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար կամ իրար ինչ-որ բան ապացուցելու համար, այլ ապրենք քո առաջ, անձը ուրացած, խաչը վերցրած եւ քո ոտնահետքերով գնացող մի կյանք, քո սկզբունքներով, քո սիրով լցված, քո հոգով առաջնորդված եւ ինչպես դու ես այս աշխարհի մեջ, այնպես մենք լինենք յուրաքանչյուրս եւ դրա համար ժամանակ է պետք, դրա համար սովորել է պետք, դրա համար աշակերտություն է պետք, հոգեվոր աճ ու հասունություն է պետք եւ եկեղեցու նպատակը հենց Քրիստոսի կատարյալ հասակի չափին հասնելն է եւ մենք քո օգնության կարիք ունենք Տեր, որովհետեւ շատերիս մոտ այն ինչ որ խոսեցինք դեռ չի ստացվում
Եվ ես իմ անունից նաև խոստովանեմ, որ դեռ չի ստացվում ամբողջը, բայց ես քո կարիք ունեմ։ Եվ աղոթում եմ, որ իմ եղբայրներին ու քույրերին օգնես քեզ նմանվելու, քո նման սեր ունենալու եւ քո նման նախանձավոր, համարձակ եւ ուժեղ, խոնար ու հեզ լինելու հարցում։ Ուզում ենք մեր կյանքի ամեն ոլորտներում եւ բնավորության բոլոր գծերում եւ մեր մոտեցումների ու որոշումների մեջ քեզ նման լինել։ Օգնիր մեզ եւ առաջնորդիր մեզ, Տեր։ Քո սուրբ ու պատվական անունով ենք խնդրում։